5 զոհ եւ 11 հոսպիտալացված անձ կա այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդե փողոցի շենքերից մեկում գրանցված պայթյունի եւ փլուզման հետևանքով։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքից։ Փլուզվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկի բնակարանները։ Զոհերից 3-ը տարեց կանայք են, 2-ը տղամարդ։ Հոսպիտալացվածներից 4-ը անչափահաս են։ Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ բավարար։ Տուժածներից 2-ի հետ մեզ հաջողվեց զրուցել Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նրանցից մեկը պատմեց, որ դեպքի ժամանակ քնած է եղել, արթնացել է, փորձել հասկանալ ինչ է կատարվում։ Գնացել է հարևանի մոտ։ Մտա հարևանի տուն, տեսա ինքը արդեն 3-րդ հարգում է։ Դու արդեն խոսացի ինչ է կատարվում, բայց հետո որ արդեն զգացի շոկի մեջ եմ։ Ես էլ չեմ հիշում ոնց եմ իջել, ոնց եմ եկել հիվանդանոց։ Իջնելու ճաղավանդակներից վրա եմ ընկել, դե մտել էր սենց ճաղավանդակը հարևանի տուն։ Չէի կարա հրեմ, որ ես անցնեմ։ Ընկել եմ այդ ճաղավանդակների վրա, ոտքս վնասել եմ։ Ու ոտի սարունի հետ ես տենց իջել եմ, որ պտին սկորիով բերեին։ Մյուս տուժողը տունն է մաքրելիս եղել։ Գլուխս տվավ պատին, փլվեց, սա առաջարկումն եմ բնակում։ Պատեր, պատուհաներ, քանդվեց, թափեց, բետոնին գավ ստեղ, սալջար թարավ ձերքս, երեխես քնած էր սպալնայում։ Արթնացելա գոռում, արթնացելա ոչի կնայինց կարում հասնի, ոչ ես իրան եմ կարում հասնեմ։ Գոռում եմ արթնացելա մնացել շշմած ես որտեղ եմ հայտնվել։ Տեսելով պայթյունի ձայնը տներից դուրս են եկել նաև կողքի շենքի բնակիչները։ Ուժեղ կրակոթեց, մենք իմացանք թե ացեցենն է, բայց ոչ։ Տեսանք զուխա բարթամ, օդը լրի մռախլա պատեր։ Դուրս եկանք հարևաններով։ Ժողովուրդ խառնվեցին իրար, ասին կրակոթացի, սա կրակոթից են, սա պայթյունագազ է։ Դուրս եկան, տեսա փոշին բարձրանում, ավազելով եկել եմ այստեղ։ Հայաց եմ կանգնած էի, այդ պայթյուն լսեցի, հետո ասին թոզը բարձացավ, իջա այս կողմի վրա, եկա տեսա պատիեզներ չկա։ Վիրավորներից 3-ը տեղափոխվել են երևանյան բուժհաստատություններ։ Նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով մեկը վիրահատվել է բազմակի վնասվածքներով, եւս 2-ը հետազոտությունների փուլում են։ Մեր բժիշկները անդադ կապի մեջ են Երևանի եւ այնտեղի եւ գնահատման արդյունքում կտեսնենք հավելյալ տեղափոխումներ կունենանք, թե կկազմակերպի բուժօգնությունը հենց տեղում։ Իսկ որտեղ են շենքից տարհանված բնակիչները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով տարածքում արկա հյուրանոցային համարները գույքագրված են եւ անօթևան մնացածները կապահովեն թե կեցության վայրով, թե առաջին անհրաժեշտության ու բժշկական պարագաներով։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասին։ Ստեղծված է մարզպետի աշխատակազմից ու Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում։ Նախահաշվառում թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը եւ թե ինչ կարիքներ են նրանք ունենալու։ Գնահատումները անելուց վերջացնելուց հետո կներկայացնենք ներքին գործերի նախարարությանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերներին այդ գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին։ Որոնողափրկարարական աշխատանքներին վաղ առավոտից ավելի քան 280 փրկարար էր ներգրավված։ Արդյոք նոր փլուզման վտանգ կա, հարցին փրկարար ծառայության տնօրենն արձագանքեց։ Նոր փլուզման վտանգ այս պահին չեն կարող գնահատել, ներքին գործերի նախարարության սեյսմիկ ծառայությունը հիմա շենքի գնահատականն է տալի քաղաքաշինության կոմիտեի մասնագետների հետ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառություն, աշխատանքի կամ ծառայությունների մատուցում, որն ազգուշությամբ առաջացրել է մահ կամ ծանր վնաս հասցրել առողջությանը հոդվածով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է մոտ 2 տասնյակ անձ, թե տուժողները եւ թե հարևանությամբ բնակվողները։ Նշանակված է դատապայթյունատեխնոլոգիական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ինչպես նաև դիակի եւ առաջնային դատաբժշկական փորձաքննություններ։
Արդյոք սահմանված ժամկետներում բնակարաններում գազի օգտագործման անվտանգության կանոնների ստուգումներ եղել են թե ոչ, կպարզվի քննությամբ։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։